Горе мне։ Այ Մարտուժեղների եւ Ռոբերտ Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ գործող խմբակցության ընտրությունը այլ բան չի թողնում, քան թաշկինակի օգնությանը դիմելն ու ջուր խմելը։ Վայ, այս ինչ լավն էր։ Շփոթմունք, մտածված ընտրություն, թե պրանկ, կատակ, շուլուղ, չարաճճիություն։ Խորհրդարանական անցուդարձին հետևողների մոտ այսօրինակ հարցադրումներ ի հայտ եկան այն բանից հետո, երբ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ընտրության ժամանակ Ուժեղ Հայաստան խմբակցությունն ընտրեց մասնավորապես եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, իսկ Հայաստան խմբակցությունը ուշադրություն մարդու իրավունքների եւ հանրային հարցերի։ Պրոռուսական այս երկու խմբակցությունները թվում է հետամուտ լինելով հյուսիսից այս օրերին Հայաստան ներթափանցած թրենդային քամուն ԵԱՏՄ թե ԵՄ պետք է հանձնաժողովների ընտրության հենց առաջին փուլում կռիվ տային, քաղաքացիական պայմանագրի ձեռքից խլեին, միմյանց ձեռքից էլ խլխլեին, հատկապես այն հանձնաժողովը, որի անվանումն ասոցացվում է նախընտրական շրջանում իրենց համար դոշ տված, իր հուժկու աջակցությունը հայտնած երկրի Ռուսաստանի Դաշնության հետ։ Երկիր, որը ճարտարապետն է Եվրասիական տնտեսական միություն կոչվող կառույցի, որի ինչպես նաև տարածաշրջանային այլ երկրների հետ կապերն էլ օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում եւ այլն հիշյալ հանձնաժողովի գործունեության ոլորտն են։ Ուժեղները փաստորեն Չարենցյան ոճով թողած ԵԱՏՄ-ն եւ Կարինե Քոթանջյանին ներողություն ԵԱՏՄ-ն նախագահող երկրի վարչապետին եւ Պուտինին կուրս են վերցնում դեպի եվրոպական ինտեգրացիա փոխանակ կուրս վերցնեին դեպի եվրասիական ինտեգրացիա։ Հարց է ծագում։ Այդ հանձնաժողովն են վերցնում, որ ինչ անեն, արդյոք տորպեդահարեն Հայաստանի եվրոինտեգրացիան, մեր երկրի տակից դավադրաբար փախցնելով աթոռը, թե էլ ավելի փափկեցնեն ու հարմարավետ դարձնեն հիշյալ աթոռի նստատեղը։ Իդեպ աթոռ ասացինք, հիշեցինք, Ռուսաստանի Դաշնությունն է իր տարբեր պաշտոնյաների շուրթերով 7-24 նոն-ստոպ ռեժիմով աղաղակում, թե Հայաստանը չի կարող միաժամանակ նստել երկու աթոռի։ Եվ պետք է հանրաքվե անի ու կողմնորոշվի աթոռների հարցում։ ԵԱՏՄ թե վսյոտկի ԵՄ։ Եվ մինչ հյուսիսից նման վերջնագրեր են ներկայացվում, Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ սառը ցնցուղի է ենթարկել նույն այդ հյուսիսին ազդարարելով։ Նախկինում պասիվ աշխատած այս հանձնաժողովի նախագահությունը ստանձնելով ակտիվացնելու են դրա աշխատանքները։ Իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերենք։ Ինչա նշանակում իրական դիվերսիֆիկացիա։ Իրապես Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում, ակտիվ աշխատացնելու ենք, որ ժողովուրդն էլ տեսնի, որ իրենց ասած են, որ մենք մի կողմի ընդամենը հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, դա սխալ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա մի քանի գործընկեր, որ տնտեսությունը կայուն լինի։ Այդ իսկ պատճառով դուք կտեսնեք, թե ինչ տեմպով ենք մենք աշխատացնելու այդ հանձնաժողովը։ Վաու։ Նարեկ Կարապետյանը չի բավարարվել այսքանով ու եվրոինտեգրացիայի մոլի ակտիվիստի կերպարի մեջ մտնելով էլ ավելի է սառեցրել ցնցուղը։ Մենք անունը դնում ենք երկիրը դեպի եվրոպամետողություն բան, բայց առևտրաշրջանառությունը տասնյակ անգամներ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ։ Ինստիտուտներն էլ Եվրոպան ինչ լավ ինստիտուտներ ունի, դա չենք վերցնում։ Մենք վերցնում ենք միայն անունը, բրենդը, մարքեթինգը, բայց չենք վերցնում կարևոր բանը, օրինակ դատական իշխանության անկախությունը, որը Եվրոպան կարող էր տալ, քաղաքացիական հասարակության պաշտպանությունը եւ ձևավորումը։ Նարեկ Կարապետյանի այս մտակառույցները ստիպեցին վերհիշել Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը ֆիլմի հայտնի դրվագը։ Боже мой, какой типаж, браво, браво, брависсимо. Я не узнаю вас в гриме. Прошу вас, продолжайте.
Ենթադրում ենք նրա ճեպազրույցին հետևելուց հետո Կրեմլում գոռացել են. Պալունդրա, պազոր։ Մարիա Զախարովան էլ երևի հիշյալ ֆիլմի հերոսի Իվան Գրոզնու էնտուզիազմով մխկտացել է. Горе мне. Նարեկ, ты в своем уме? Ասել կուզի մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ձեզ մտցնենք քաղաքական խաղի մեջ, խախտելով դիվանագիտական խորհրդապահությունը սատարենք, ձեռքներիցս եկածն անենք, ձեր ընտրվելն ապահովելու համար, որպեսի Հայաստանին դարձի բերենք եվրոինտեգրացիայից, դուք գնաք ազգային ժողով ու Նիկոլ Փաշինյանից էլ ավելի եվրոպասեր դառնաք։ Մենք այստեղ շանտաժի ժանրին դիմենք Հայաստանի վարչապետին տուպիկի առաջ դնելու, Հայաստանին երկրորդ Ուկրաինա դառնալու հեռանկարով վախեցնելու ու այսպիսով Հայաստանի Հանրապետություն ԵՄ ապահարզանին հասնելու համար դուք այդտեղ սեպարատիստական խաղեր տաք։ Փոխանակ մեզ ձայնակցեք բալալայկան ու գարմոշկան խոդի գցելով, հավերժ ԵԱՏՄ-ի հետ ռոմանսը քոքելով, կլարնետ ֆլեյտան առել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման, առևտրի աճի, եվրոպական ֆլան ֆստանի լոբինգով եք զբաղվում։ Պրոտեստуем։ Իդեպ այս ժեստը ի նշան բողոքի եւ կամ համաձայնության հարվածել սեղանին հնարք, որը 9-րդ գումարման ազգային ժողով ներդրվեց խորհրդարանական օպոզիցիայի մասնավորապես ուժեղ Հայաստանի կողմից, ընդունված է եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես նաև եվրոպական խորհրդարանում։ Այնպես որ եվրոպական ինտեգրացիայի առաջին քայլը ուժեղների կողմից կարելի է կատարված համարել։ Ինչ որ բան մեզ հուշում է, որ մոտ օրերս երեկոյան, գուցե առավոտյան, գուցե կեսօրին Նարեկ Կարապետյանը կամ նրա հորեղբայրը անցանկալի զանգ են ստանալու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, որով բողոքի նոտա է հղվելու Կարապետյանների այսպիսի անսպասելի աշխարհաքաղաքական շրջադարձի համար դրանից բխող անցանկալի հետևանքներով։ Մինչ այդ սակայն եկեք անդրադառնանք Հայաստան դաշինքի հանձնաժողովային ոդիսականին։ Երբ իմացանք, որ Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ այս դաշինքն է հավակնում ստանձնել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահությունը, անկեղծ ասած մեզ Մարիա Զախարովայի վիճակում զգացինք, ցանկանալով Իվան Գրոզնու պես անզոսպ աղաղակել. Գորենա։ Հիշյալ հանձնաժողովի գործունեության ոլորտը հիշեցնենք առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը, հասարակական կազմակերպություններին եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներին։ Իր նախագահության շրջանում մարդու իրավունքները ներողություն կոպիտ համեմատության համար Պոլի շոր սարքած եւ դրանց վրայով խրոխտ քայլած Քոչարյանի խմբակցությունը փաստորեն մարդու իրավունքների պաշտպան։ Այն Քոչարյանի, որի օրոք բազում քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, մարդ է սպանվել հայտնի սրճարաններից մեկի զուգարանում անզգույշ քաշքշվելու պատճառով։ Մարտի 1 է տեղի ունեցել։ Այժմյան հյուսիսային պողոտայից վռնդվել ու տնանկ են դարձել բազմաթիվ քաղաքացիներ, խախտվել է նրանց սեփականության իրավունքը։ Այն Քոչարյանի, որի օրոք ընտրություններ օպերացիայի անվան ներքո տեղի է ունեցել ընտրական իրավունքի, իշխանություն ձևավորելու ժողովրդի կամքի անողոք բռնաբարում, քվեարկության պատկերը խեղելու, ապա եւ հետընտրական բողոքի գործողությունները դուբինկաների ու ջրցանների միջոցով խեղտելու ու նախագահի աթոռը ուզուրպացնելու ելքով։ Իդեպ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պոտենցիալ հավակնորդ Ագնեսա Խամոյանը անցած մի քանի օրերին խորհրդարանի ամբիոնից կուրծք էր ծեծում գործող իշխանության օրոք արձանագրված իրավունքի խախտումների մասին։ Լացում էր մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դարդը, գործիչ, որի քաղաքական ճաշակն, ինչպես օրերս հայտարարեց, երբեք չի կիսել։ Աղաղակում էր ԲՀԿ-ից գողացված մանդատների, այդ կուսակցության առաջնորդին էլ բարոյապես ոչնչացնելու դրվագների մասին։
Ագնես Խամոյանը, ինչպես գիտենք, նախորդ կյանքում նախքան падգամավոր դառնալը եղել է լրագրող ու ենթադրում ենք տեղյակ է իր փաստացի ղեկավարի օրոք տեղի ունեցած իրավունքի խախտման վայրենի դրսևորումների մասին, որոնք ի դեպ ուղեկցվում էին նաև որոշ դեպքերում բարոյական ոչնչացմամբ։ Անկեղծ ասած, մեզ մեծագույն տհաճություն է պատճառում այդ մասին անընդհատ հիշեցնելն ու հիշելը։ Պարզապես, երբ Տիկին Խամոյանն է խոսում իրավունքից, խախտումներից, բարոյապես ոչնչացնելուց ակամա հարց է ծագում։ Արդյոք բարոյապես ճիշտ է լինել մի խմբակցության անդամ, որի փաստացի ղեկավարի նախագահության տարիները ասոցացվում են իրավունքի զանգվածային խախտումների հետ ու ճամարտակել իրավունքի ազատությունների, հետապնդումների թեմայով առանց նեղություն կրելու եւ իր քաղաքական պատրոնի օրոք տեղի ունեցածի համար ներողություն խնդրելու։ Խամոյանի ու մյուս հայաստանականների ներողության ուշացման պատճառը թերևս այն է, որ նրանք կիսել ու շարունակում են կիսել Ռոբերտ Քոչարյանի իրավաքաղաքական ճաշակը։ Հուսանք հիշյալ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո դրա նախագահի առաջին ելույթը նվիրված կլինի երկրորդ, ինչու չէ նրա իրավահաջորդ երրորդ նախագահի օրոք արձանագրված զարհուրելի խախտումները իրավունքի ազատությունների թեկուզ ուշացումով, բայց խստիվ անվերապահորեն դատապարտելուն։ Դրանց համար իրավական պատասխանատվություն կրելու հարցը բարձրացնելուն գորենամ դեմքի արտահայտությամբ, որը ինչու չէ կարող է ուղեկցվել երաժշտական ականջացունց կատարմամբ սեղանին դմդմբացնելով։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։